ԱՄՆ-ն Իրանի Սպահան քաղաք է ուղարկել 900 կիլոգրամանոց բունկեր բաստեր ռումբեր, տեղեկությունը հայտնել է The Wall Street Journal-ը։ Հրթիռային հարվածի հետևանքով Իրանի Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Խաղաղության խորհուրդ ստեղծած ԱՄՆ նախագահը մինչ օրս շեշտում է, իրենց նպատակը Իրանի կառավարությունը տապալելն է, մինչդեռ ամերիկա-իսրայելական հարվածներից տուժում է խաղաղ բնակչությունը։ Սպահանում այսօր հարվածներից հետո Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, զինված ուժերը կկտրեն Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսորի ոտքերը։ Մեջբերում իրենց երևակայություններով ու պատրանքներով նրանք կարծում են, թե քարոզչական պատերազմով, զենքի ու սարքավորումների ցուցադրմամբ, երեխաների, կանանց եւ երկրի զինված ուժերի հրամանատարների սպանությամբ կկարողանան ստիպել հանձնվել հզոր եւ հպարտ Իրանին, որը պատմության ընթացքում չի հանձնվել իր թշնամիներին, կամ իրենց կեղծ երևակայությամբ կտիրեն Հորմուզի նեղուցին։ Իրենց այդ երազանքը հենց այդտեղ էլ ընդմիշտ կթաղենք։ Մեջբերման ավարտը։